Բարև ձեզ, սկսում ենք մեր ուսուցչական քննարկումների հերթական հանդիպումը։ Այսօր խոսելու ենք վիճակագրական մի հետաքրքիր պարամետրի մասին, դա միջին քառակուսային շեղումն է։ Այժմ մի քիչ պատմեմ դրա մասին, այնուհետև լուծենք թեստային վարժությունները, որոնք դրված էր քառակուսի կետային կայքում։ Բոլորիս ծանոթ է միջին թվաբանական տերմինը, եթե ունենք մի քանի թիվ, 2, 3, 5, 7 օրինակ, սրա այս թվերի թվաբանական միջինը հաշվելու համար գումարում ենք այդ թվերը, բաժանում ենք քանակին, 2 + 3 + 5 + 7 Ողջան հատեսնեմ ինչ հարեցիր, բաժանած 4 12 Ոսոքե ուսուցիչ ունենք, որ համ զումին ա միացել, համ էլ դասանում, անջատենք միկրոֆոնը, հավասար է 17 չորրորդ, հավասար է 4,1/4, չէ։ Սա այն թիվն է, որ եթե բոլոր թվերը փոխարինենք իրենով, ապա նրանց ընդհանուր գումարը չի փոխվի։ Սա շատ օգտագործվում է միջին աշխատավարձ, միջին գնահատական, այդ ամեն ինչը հաշվելուց, չէ։ Սա այն թիվն է, միջին թվաբանականը, որ եթե բոլոր թվերը փոխարինենք դրանով, ապա ընդհանուր գումարը չի փոխվի։ Միջին թվաբանականը հաշվելու համար նաև օգտվում են աղյուսակներից, այստեղ թիվ և քանակ գրենք, որտեղ նշում ենք, թե ամեն մի թիվը քանի անգամ է հանդիպում, 5-ը 8 անգամ, 2-ը 6 անգամ, 0-ն 9 անգամ, 1-ը 3 անգամ և 2-ը 3 անգամ։ Այս դեպքում մենք ունենք ոչ թե 5 տվյալ, կներեք, տվյալները չեն կարող կրկնվել, չէ, աղյուսակում 3 գրենք, 5-ը, 2-ը, 0-ն, 1-ը և 3-ը, 5 արժեք ունենք, բայց դրանք ընդհանուր հանդիպում են ոչ թե 5 անգամ, այլ շատ ավելի շատ, 8 + 6 + 9 + 3 + 3 հավասար է 29 անգամ, այսինքն այսքան տվյալ ունենք։ Տվյալների գումարը հաշվելու եղանակն է ամենահարմարը, թիվը բազմապատկենք իր քանակով, հիշեք 8 հատ 5 ունենք, չէ, այսինքն կոպիտ ասած, 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8 հատ 5 ունենք, 6 հատ 2 ունենք, 0 ընդհանրապես շատ ունենք 1-ը 3 անգամ հանդիպող և 3 հատ էլ 3, չէ։ Այս թվերի գումարը հաշվելու համար ամենահեշտ եղանակը ոչ թե այս 5-երը գումարենք, այլ գիտենք, որ կա 8 անգամ 5, չէ, 8 հատ 5, 8 անգամ 5, երկուսները 6 հատ են, այսա 6 հատ, 6 անգամ 2, 9 հատ 0, 3 հատ 1 և 3 հատ 3, կլինի 40 + 12 + 0 + 3 + 9, հավասար է 64, այսինքն այս բոլոր թվերի միջին թվաբանականը կլինի 64 բաժանած 29, հավասար է 2,629, սա կլինի մեր թվերի միջին թվաբանականը։ Միջին թվաբանականը շատ լավ գործիք է միջին հաշվելու համար, բայց ունի շատ մեծ թերություն։ Այդ առթով մի անեկդոտ պատմեմ։ Երկու հոգի սրճարանում նստած են, առաջինի հարստությունն է 1000 ամերիկյան դոլար, երկրորդը ունի ընդհանուր 2000 դոլար փող հարստությունը։ Այս դեպքում միջին հարստությունը ինչքան կլինի այս երկուսի, կլինի 1000-ի և 2000-ի միջին թվաբանականը, չէ, որը հաշվենք, կստացվի 1000 գումարած 2000-ի կեսը, 1500, հավասար է 1500։ Հիմա այդ պահին սրճարան է մտնում Էլոն Մասկը, եթե գիտեք, նա աշխարհի ամենահարուստ մարդն է համարվում, որի
ունեցվածքը, քանի որ ամեն օր փոխվում է, չգիտեմ այսօրվա դրությամբ ինչքան է, բայց թող լինի 300 միլիարդ դոլար։ Սրանից հաստատ շատ ունի, քիչ չունի։ Այդ դեպքում սենյակում եղածների միջին ունեցվածքը ինչքան կդառնա։ Կդառնա 1000 պլյուս 2000 պլյուս 3 միլիարդ գրեմ, բաժանած 3-ի, չէ, 300 միլիարդ, ինչ 3 հավասար է, կտա 100 միլիարդ 1000, չէ, այսքան կդառնա։ Ես տեսնում եք, այս դեպքում ոնց որ միջինը այնքան էլ շատ բան չի ասում, երբ որ ասում են 3 հոգի են, որոնց ունեցվածքը միջին 100 միլիարդ դոլար է, պատկերացնում ենք, որ ամեն մեկը ինչ որ մի քանի միլիարդ պիտի ունենա, չէ, գոնե։ Ինտուիտիվ պատկերացնում։ Օրինակ այս դեպքում, երբ որ 2 հոգի են, միջին ունեցվածքը 1500 է, լրիվ նորմալ է, չէ, մեկը 1000 է, մեկը 2000, այսինքն 1500-ից մի քիչ էսկոմ ենկոմ են տարածվում։ Բայց այս դեպքում այդ խնդիրը շատ ավելի կոպիտ է ստացվում, միջին ունեցվածքը ընդհանրապես բան չի նկարագրում։ Հիմա մի ուրիշ օրինակ նայենք, կան 3 հոգի, որոնցից առաջինի ունեցվածքն է 9000, 10000, մյուսինը 11000 դոլար։ Այդ դեպքում նրանց միջին ունեցվածքը կլինի ինչքան։ 10000 Միջին թվամանակը, չէ, գումարը բաժանում ենք 3-ի, կստացվի 10000։ Այս դեպքերում գումարն էլ հաշվելու կարիք չկա, տեսնում ենք, չէ, եթե 11000-ից 1000 տանք 9000-ի, կստացվի 3-10,000, ոնց որ հավասարվեցին, ընդհանուրն էլ չփոխեցինք։ Ուրեմն միջինը 10000 է։ Հիմա նայենք ուրիշ իրավիճակ, 0, 10000 և 20000։ Այս դեպքում միջին ինչքան է։ 10000 Էլի 10000, չէ, բայց այս դեպքում ոնց որ թվերը ավելի մոտիկ են միջինին, քան երկրորդ դեպքում, երբ որ թվերը բավականաչափ հեռու են իրենց միջինից, չէ, ճիշտ երկուսը հեռու են, մեկը հենց այդ մոտիկ։ Այս իրավիճակները իրարից տարբերակելու համար ինչ պարամետրերից կարող ենք օգտվել։ Օրինակ լայնքը լավ պարամետր է, 9000, 11000 տարբերությունը 2000, չէ, այստեղ 2000 է լայնքը, երկրորդ դեպքում լայնքը կլինի 20000։ Լայնքը ինչքան փոքր է, դա հիշեցնեմ, լայնքը մեծ եւ փոքր թվերի տարբերությունն է։ Ինչքան լայնքը փոքր է, այնքան թվերը իրար մոտ են լինում։ Այսինքն լայնքը այս դեպքում լավ նկարագրում է, բայց կարելի է նաև օրինակ մտածել, որ լայնքը հեչ լավ չնկարագրի թվերի մոտիկ լինելը ընդհանուր առմամբ։ Դրա համար ներմուծել են մեկ այլ վիճակագրական պարամետր, գիծը լավ չստացվեց մոտս, զումի գիծ գծեմ, ներմուծել են մեկ այլ պարամետր, կոչվում է միջին քառակուսային շեղումը։ Ինչի է հավասար միջին քառակուսային շեղումը։ Դա միջինից շեղման չափն է նկարագրում։ Եկեք ուսումնասիրենք 9000, 10000 և 11000 թվերի միջոցով։ Եկեք առանձին նշենք, թե նրանցից յուրաքանչյուրը իրանց միջինից ինչքանով է տարբերվում։ 9000-ը տարբերվում է 1000-ով, չէ։ Այո։ Քանի որ 1000-ով փոքր է, գրենք -1000։ 10000-ի դեպքում կլինի 0, շեղումը, չէ, 11000-ի համար շեղումը միջինից կլինի 1000։ 0, 10000, 20000-ի դեպքում այդ շեղումը կլինի -10000, 0, 10000 և 10000։ Հիմա եկեք մի բան հասկանանք, ինչ է լինի, այս թվերի գումարը ստացվելու է 0։ Ինչի, հանրահաշվորեն եկեք ստուգենք։ Ունենք A1, A2, AN թվերը։ Իրանց միջին թվաբանականը M-ով նշանակենք A1 պլյուս A2 պլյուս AN բաժանած N-ը, չէ, սա միջին թվաբանականն է։ Հիմա կարմիրով մենք ինչ թվեր ենք նշում։ -1000-ը դա ինչ թիվն էր, 9000-ից հանում ենք միջին թվաբանականը, չէ, M-ը։
Այսինքն կլինի A1 մինուս M, A2 մինուս M A3 մինուս եւ M, AN մինուս M։ Հիմա այս բոլոր թվերը որ գումարենք, ինչ կստացվի։ Կստացվի A1, A2 բոլոր թվերի գումար, չէ՞։ Հանած n անգամ m։ Հիմա եկեք նայենք n անգամ m այս բանաձևով ինչ է ստացվում։ նրանց գումարը։ Բոլոր թվերի գումարը, չէ՞, A1-ից այն։ Ահա, Այսինքն այս փակագիծը հավասար է այս փակագծի արժեքին, հավասար եղավ 0-ի։ Այսինքն այս թվերի գումարը միջինի շեղումների գումարը կլինի 0։ Հետևաբար այդ շեղումների գումարելը մեզ ոչ մի բան չի տա։ Բայց մի այլ բան կտա, ոնց անենք, որ այդ շեղումը գնահատենք այս սրանց միջոցով։ Պատասխանը հետևյալն է, կարող ենք ասել բացարձակ արժեքների գումար հաշվենք, բայց փորձը ցույց է տալիս, որ բացարձակ արժեքների հետ գործանելը բավականաչափ դժվար է։ Օգտվորել են օգտագործել այս թվերի քառակուսիների միջին թվաբանականի արմատը։ Երբ որ այս թվերը քառակուսի բարձրանացնենք, ինչ կլինի։ միլիոն, Միլիոն, բայց բացասական թիվ չի լինի, չէ։ ահա, Տեսեք շեղում ինչ կարևոր, մեծ է թե փոքր է, շեղումը շեղում է, չէ։ ահա, Այդ մարդու ջերմության դեպքում է 36.6-ից ավելի լավ է 3 աստիճան բարձր լինի, քան 3 աստիճան ցածր, չէ։ Որտեվ 39.6-ում դեռ կապրի, բայց 33.6-ում արդեն պիշիպրապալ վիճակ է ստացվում։ Դրա համար, բայց վիճակագրական առումով տվյալի համար ավել պակաս է, այդքան կարևոր չի։ Այս 3 թվերը քառակուսի ենք բարձրացնում, հաշվում ենք այդ քառակուսիների միջին թվաբանականը, ինչ կստացվի միլիոն, 0 եւ միլիոն, չէ, կստացվի 2 միլիոն, բաժանած 3, Բաժանած 3։ անում ենք 3-ի ու վերցնում ենք արմատը։ Առանց արմատի վերսիան, հա, պարոն Գոգյան։ Այո։ Հա, առանց արմատին 1000 արմատ 2/3, 1000 անգամ արմատ 2/3։ Տեսեք ինքը էլի 1000-ին մոտիկ թիվ է, բայց 1000-ից փոքր է։ Որտեւ էսի 1000-ով է շեղված։ Սա 1000-ով է շեղված, իսկ էսի հետ շեղված, չէ՞։ Լրիվ նորմալ է, որ ինչ որ նկարագրում են 1000-ից փոքր լինի։ Այսինքն այս շեղումը առաջի դեպքում նկարագրեց, թե մեծը փոքրից ինչքանով է տարբերվում, իսկ երկրորդ դեպքում միջին թվաբանականը եթե ունենանք ու ամենամեծ թիվը իրանց շեղումը դա է հենց լինում։ Չէ, ամենամեծը կապ չունի։ Հիմա օրինակներով նայենք, որ ավելի ընկալելի լինի։ Վերցնենք թվեր 2-ը, 4-ը, 5-ը, հիմա եկեք տենց թիվ ընտրեմ, որ միջին թվաբանականը բնական թիվ լինի 13-ը։ Այս թվերի համար եկեք հաշվենք միջին քառակուսային շեղումը։ Դրա համար առաջին հերթին հաշվենք միջին թվաբանականը։ 8, 2 + 4 + 5 6, 13 բաժանած 4 կստացվի 6։ 6, Այսինքն ոնց որ այս թվերը, եթե բոլորը հավասար լինեին, պիտի լինեին 6-եր, չէ։ ահա, Հիմա 6-երից ինչքանով են շեղված։ 2-ը 6-ից ինչքանով է մինուս շեղված։ 4, Մինուս 4, մինուս 2, մինուս 2, Մինուս 2, եկեք ստորագրենք։ մինուս 1, Մինուս 1 եւ 5, 7։ 7, 5 չկա։ Հիմա մինուս 4, մինուս 2, մինուս 1-ի 7-ի քառակուսիները։ Եթե այս թվերի միջին թվաբանականը հաշվենք, ինչ է ստացվելու։ Առանց հաշվելու 0։ Որտեվ ասինք, չէ, այս բոլոր թվերի գումարը 0-ի է լինելու, մեզ ոչ մի բան չի տալու։ Մեզ ոչ մի բան չի տա այս թիվը։ Դրա համար քառակուսիների միջինն ենք հաշվում, այդ ոնց որ նշանները վերացնում ենք։ Կստացվի 16, 4, 1 եւ 49, չէ։ Գումարը կտա 70։ 74-րդ։ Միջինը 74-րդի չենք մոռանում արմատ վերցնել։ Հավասար է արմատ 70 երկրորդ։ երկրորդ, Արմատ 70-ը դա մոտավորապես 8 քանի 8.8
4 տասնորդականը 3-ից 8-ը 4-ի անը կտա մոտավորապես 4 ամբողջ 4 քանիս, ասենք, 4 թող լինի։ Հաշվիչով կարելի ավելի բանալ։ Ուրեմն այս 4 թվերի միջին թվաբանականը 6 է, իսկ շեղումը միջին 4 քառակուսային շեղումը 4.15։ Ինչքան միջին քառակուսային շեղումը փոքր է, այնքան տվյալները իրար ավելի մոտիկ են։ 4-ը բայց մի քիչ մեծ եղավ, 3 ու քանիս չի լինում։ Չէ, Թաշկիթյով Գերգ Գոգյան եղավ 4.18։ Չէ, Մինչև 100։ 4-ը, բա 64-ը 8-ա։ 4.18։ Ինչու պետք է 3 լիներ, մի հատ կասեք։ Չէ, չի կարա 3 լինի։ Չէ, եթե 64-ից մեծ է։ թվաբանը բարբադ 78-ից մեծ է, որ բաժանենք 2-ից չի կարող 4-ից։ 4-ից մեծ է լինելու։ Իսկ 4-ը արմատի տակ է։ Ինչ։ 4-ը արմատի տակ է։ Դենե արմատ 2-ը Արմատի հանել։ տակ։ Միջին քառակուսային, ոնց որ շեղումների քառակուսիների միջին թվաբանականի արմատը։ Այս 4-ը առաջանում է միջին թվաբանականը հաշվելուց, չէ՞, այս 4 թվերը որ գումարում ենք, եկեք լավ, էսի մի հատ Հրասամանոկասեք գումարած 4 գումարած 1 գումարած 49 բաժանած 4-ի ու այս սրա արմատը։ Այս է հավասար արմատ 74-ի, որն էլ 4.18։ Իսկ թվաց նախորդին 3-ը չէինք դրել արմատի տակ։ Գրել էինք, չենք գրել։ Գրել էինք, ուրեմն ես չեմ գրել։ Էսա։ Հա, ես չէի գրել։ Ինքը կոնկրետ սահմանում ունի, մի հատ սահմանումը կասեք իրա։ Էտա թվերի հավաքածուի միջին քառակուսային շեղումը, դա իրենց միջին թվաբանականից շեղումների, սրանք են, չէ՞, քառակուսիների միջին թվաբանականի քառակուսային արմատն է։ Էդի հիշելով չի լինի, ավելի լավա բան անեք, տեսեք, շեղումները վերցնում եք, քառակուսի եք բարձրացնում, միջին եք անում, արմատ եք անում։ Եթե քառակուսին ու արմատը չանեք, 0 կստացվի։ Այսինքն շեղումները գտանք, Հլաշար գրենք, ավելի հեշտ կլինի։ Միջին թվաբանականը արմատի տակ։ Մի քիչ դժվար սահմանում է հիշելու համար, բայց ոչ թե պետքա հիշել, այլան պետքա պատկերացնել իմաստը։ Հլաշար գրենք, պարոն Գոգյան։ Շեղումները գումարային 0 են, չէ՞ տալիս, ինչքան մեծ է, այնքան էլ փոքր է։ Այսա, տեսեք, 3 հատը փոքր են, չէ՞, -4, -2, -1-ը միջինից փոքր են։ Այս մեկը մեծ է։ Բայց ընդհանուր գումարային 0 են տալիս, այսինքն շեղումները չես կարողանում գնահատել։ Բայց երբ որ քառակուսի ես բարձրացնում, միջին ես հաշվում, թե քանի որ քառակուսի ենք բարձրացել, մի հատ էլ արմատ ենք անում, որ գծայնություն պահպանվի ինչ որ առումով։ Այդ դեպքում միջին քառակուսայինը ստացվում է դրական թիվ, ոչ բացասական։ Ու ինչքան ինքը փոքր է, այդքան թվերը իրար մոտիկ են։ Ինչ որ իմաստով, էլի։ Եկեք հիմա մի հատ վարժանք անենք, ես մի քանի թիվ տամ, դուք հաշվեք միջին քառակուսային շեղումը ու շարունակենք։ -2-ը, 0-ն, 1-ը, 4-ը եւ 7-ը։ Այս 5 թվերի միջին քառակուսային շեղումն ենք հաշվում։ Դե շարունակենք, շատ ճիշտ հաշվեցիք, որ միջին քառակուսային շեղումը կլինի արմատ 10, բայց եկեք այստեղ հիմա գրենք։ Միջին թվաբանականը հաշվում ենք, -2, 0, 1, 4, 7, բաժանում ենք 5-ի քանակին, ստացանք 2, չէ՞։ Ուրեմն գրենք շեղումները, ոնց որ այսքան էլ հարմճող գույն չէր։ Դեռ եկեք կարող ենք սենց բան անել, էլի հեչ պարտադիր չի, բայց ոնց որ չխառնվելու համար գրում ենք միջինը, ու ամեն մեկը ինչքանով է շեղված, -4, -2, -1, 2 եւ 5։ Պես կանոն գիտենք, այս թվերի գումարը պիտի տա 0, չէ՞։ Եթե 0 չեղավ, ուրեմն սխալ թվաբանական հաշվարկ ենք անել։ 0-ը մեր դեպքում իսկապես բարձրացնում ենք քառակուսի 16, 4, 1, 4, 25։ 25։ Գումարում ենք, ստացվում է 70։ Ուրեմն բայց պիտի բաժանենք քանակին, չէ, 5-ի։ Վայ, 70 չէ։ 50։ Հիշողությամբ նախորդ վարժությունը բան արեցինք։
Արմատ 55-րդ, հավասար է արմատ 10։ Կան մոտավորապես 3.10 քանից։ 13, չէ 15-ից էլ մեծ է։ 3.15 թող լինի։ Այս եղավ միջին քառակուսային շեղումը։ Պարզ էր։ Հիմա եկեք անենք հետևյալը։ Կիսենք մեր էկրանը եւ լուծենք այս թեստային վարժությունները։ Ինչ թիվ պետք է գրել աստղանշի փոխարեն, որ տվյալների միջին թվաբանականը հավասար լինի լայնքին 2, 4, 5, 6 եւ ինչ որ թիվ։ Սա առաջին հայացքից շատ պրիմիտիվ կարող է թվալ, բայց այդքան էլ պրիմիտիվ չի, որտեղ պետք է նայենք դեպքեր։ Գրենք 2, 4, 5, 6 եւ այդ թիվը որ կա գրենք նշանակենք x-ով։ Հիմա այս թվերի միջին թվաբանակը շատ հեշտ է, չէ՞ գրել 2 + 5 + 6 7 պիտի լինի։ x բաժանած 5-ի Ես 3 եմ ստացել։ 17 գումարած x-ը հավասար է բաժանած 5-ի։ 3 ստացել։ 7 Ահա, շատ լավ է, որ տարբեր պատասխաններ կան։ Հիմա եկեք լուծենք։ Այս թվերի լայնքը ո՞րն է։ 2.17 գումարած x։ X-ի ցանած 2։ Բայց ինչ գիտենք x-ն է մեծ։ Բայց ինչ գիտեք, թե x-ը մեջների Այո, լայնքը կարող է 6 եղնի։ Այսինքն առաջին դեպք։ 6 է, այո, մեր 6-ից Երբ որ x-ը թվերից ամենամեծն է, չէ, x-ը մեծ կամ հավասար է 6-ից։ 3 դեպք Այդ դեպքում լայնքը կլինի x - 2-ը, որը հավասարացնելով միջին թվաբանականի 5-ին հավասար է 7։ Ստացվում է, որ 5x - 10-ը հավասար է 17 + x, այստեղից x-ը հավասար է 27/4, չէ։ Հավասար է 6.3/4։ Այս թիվը կլինի, ինչի՞ չէ։ Ամբողջ թվերի դեպքում Պահանջումը ասում է, ինչ թիվ պետք է գրել աստղանշի փոխարեն, որ տվյալների միջին թվաբանականը հավասար լինի լայնքին։ 300, ճիշտ է։ Բավարարեց։ Երկրորդ դեպքը x-ը 2-ի եւ 6-ի արանքում է։ Դեպքում փոքրը կլինի 2-ը, մեծը կլինի 6-ը։ Ուրեմն 4։ 2-ը հավասար է 17 + x 5-րդ։ Ստեղից x-ը հավասար է 3։ Էլի բավարարված է 2-ի 6-ի արանքում, ուրեմն ճիշտ է։ Պարոն Գորգյան, կներեք, այս 10-ը, որ գումար ենք 17-ին 37 չի լինի։ 10-ին գումարած 17 հələ որ 27 է։ Տեսեք, ստեղ ինչ որ դեպք եմ գրել, x-ը մեծ կամ հավասար է 6, ստեղ փոքր կամ հավասար է 6 չեմ բացառել, բայց իրականում դա պրոբլեմ չի, չէ՞, որտեղ երկու դեպքում էլ թվաբանությունը ճիշտ է։ Բայց ավելի գրագետ կլինի, ստեղ օրինակ այս փոքրը սենց գրել։ Հիմա x-ը փոքր է 2, ինչ որ գույների խառնել եղավ, եկեք սենց գրենք։ Սա հետևելու նշանն է։ X-ը եթե փոքր է 2, այդ դեպքում լայնքը կլինի 6 - x, չէ։ 6 - x-ը հավասար է 17 + x 5-րդ, այստեղից 30 - 5x-ը հավասար է 17 + x։ Ստեղից 6x-ը հավասար է 13, x-ը հավասար է 2-ից փոքր չեղավ։ Սա չեղավ, դա Հակառակ Այս 13 6-րդ 6-րդ, հա։ 2.1/6, որ 2 եղավ, արդեն ուշադրությունը ստեցի։ Այս դեպքը հնարավոր չէ, ես նշանը ծանոթ է ձեզ։ Ոչ։ Դա նշանակում է հակասություն, էլի անհնար դեպք որ ստանում են, ընդունված է տենց գրել։ Համարժեք է ոնց որ դատարկ բազմությանը, բայց դատարկ բազմությունը որպես պատասխան է, չէ՞։ Ընդհանրում իսկ որ պատասխան չկա, իսկ սա ստացանք անհնար բան։ Այս խնդիրը լուծեցինք։
Հիմա անցնենք, Հիմա երկու պայմանն է բավարարեցին, երկու պատասխան։ երկու թիվն էլ լինում է։ Տարբերակներից որնուր կա։ Տարբերակներից որ խմբի տվյալների միջին քառակուսային շեղումն է ամենամեծը։ 4-5-6 -1 0-1 3-5-7 3-4-5-6-7 Սա երկու ձև հիմա կլուծենք, մեկ որակապես մի քիչ կքննարկենք, հետո թվաբանորեն էլ։ Պիտի միջին թվաբանականը լինի ամենափոքրը, չէ՞, 4-ի համեմատաբար, որ փոքր թիվ հանենք։ Այ ոչ, սխալվում եք։ Բոլորի միջին թվաբանականները 5 էր։ Եկեք 4-5-6 լինի եւ նայենք 104 Մեկ է քանակը պատմի, թե քան ինչի ենք բաժանում։ Հիմա այս երեքի երկու հարվածությունների միջին քառակուսային շեղումը նույնն է, ժողովուրդ ջան։ Իրար հաջորդող։ Եթե բոլոր թվերին 1 ենք գումարում, միջին թվաբանական ինչ է լինում։ Մեկով մեծ։ A2, A3։ Մեկով մեծ։ Մեծանում։ Եթե ամեն մեկը մեկով մեծացնենք, միջին թվաբանականն A1 + 3։ Եթե բոլոր թվերը մեծացնենք մեկով, միջին թվաբանականը մեկով կմեծանա, իսկ շեղումները ինչ կլինեն։ Նույնը կմնա։ Շեղումները կմնան նույնը, չէ։ Այս դեպքում շեղումներն A1 - M, A2 - M, A3 - M։ Այս դեպքում շեղումները նույն ձևի A1 - M, A2 - M, A3 - M։ Ուրեմն միջին քառակուսային շեղումը նույնը կլինի։ Հիմա այստեղ մեկ գումարենք, թե ցանկացած x տարբերություն կար։ Ոչ։ Ուրեմն արփաստ, եթե թվերի հավաքածուին գումարում ենք նույն թիվը, միջին քառակուսային շեղումը չի փոխվում։ Իսկ եթե բոլոր թվերը բազմապատկենք նույն թվով, ինչ կլինի։ Այդքան անգամ կմեծանա։ Ճիշտ է, այդքան անգամ կմեծանա, տեսեք ինչու։ Եթե այդ թիվը դրական է։ Բացասականի դեպքում մոդուլ այդքանով, էլի։ Հիմա ունենք A1, A2, A3, միջինը M, եթե ունենք ալֆա A1, ալֆա A2, ալֆա A3, միջին թվաբանականը ինչ կլինի։ Ալֆա M։ Ալֆա M, չէ։ Իսկ շեղումները ալֆա A1 հանած ալֆա M, ալֆա 1 ալֆա անգամ A1 - M, ալֆա անգամ A2 - M, ալֆա անգամ A3 - M։ Այսինքն M անգամ ալֆա։ Հիմա եթե միջին քառակուսային շեղում հանենք, չէ, հաշվենք, ալֆա քառակուսի կառաջանա, որը ընդհանուր կհանենք, չէ։ Արմատ կհանեն, գործակիցը կդառնա ալֆա։ Հիմա հասկացաք ինչի է բանը միջին քառակուսիների միջինը հաշվելուց հետո արմատ ենք հանում։ Որ թվով բազմապատկելու դեպքում միջին քառակուսային շեղում այդ ալֆայով բազմապատկվի, էլի, այսինքն համասեռություն կա այդ առումով։ Մի խոսքով ստեղ նույն ձևի միջին քառակուսային շեղումն է։ Այսինքն եթե թվերը բազմապատկում ենք նույն թվով, միջին քառակուսային շեղումը բազմապատկվում է այդ թվի մոդուլով։ Հիմա եթե այստեղ ալֆան բացասական լինելու դեպքում մոդուլ ալֆայից արմատից մոդուլ, չէ՞ դուրս կգար։ Մնացածը նույն ձևի կլիներ։ Հիմա մեր թվերն են 4, 5, 6-ը -1 0 1-ը Արմատ 2 քառակուսային շեղումը։ 7։ Հիմա հարց, պարզա որ առաջինի ու երկրորդի միջին քառակուսային շեղումը նույնն է։ Նույնն է, ահա, 5 5 գումարած։ Պարզա որ երրորդի միջին քառակուսային շեղումը 2 անգամ մեծ է այն մյուս երկուսինից։ Պարզա թե չէ։ Լեսի այսա որ բազմապատկեք երկուսով ինչ կլինի։ -2 0 2, չէ։ Գումարեք կտա սա, չէ։ Բազմապատկենք երկուսից միջին քառակուսային շեղումը 2 անգամ մեծացավ, գումարեցինք 5 քառակուսային շեղումը չփոխվեց։ Ուրեմն այս երրորդ հավաքածուինը ավելի մեծ է։ Եկեք թվաբանորեն ստուգենք։ Ստեղ շեղումները ինչքան են։ -1 0 1, չէ։
Բայց նա բազմապատկած է 3-5-7-ը։ Ինչ։ 3-5-7-ը։ Ինքը -1-0-1-ը բազմապատկած է 2-ով, Շեղումը։ Ահա։ հետո շեղած է 5-ով։ Ահա։ Տեղ էլի կլինի -2-3 -2-3, այս հենց իրան շեղումներն են, չէ՞։ Ստեղ շեղումները ինչ է, -2-0-2, եթե նկատում եք երկու անգամ մեծ են, չէ՞ սրա շեղումներից։ Երկու արմատ 2/3-ը։ Հա, ուրեմն միջին քառակուսային շեղումը կլինի երկու անգամ արմատ 2/3 կամ նույնա որ արմատ 8/3, եթե հաշվեինք։ Իսկ վերջինը 3, 4, 5, 6, 7, սա էր, չէ՞։ Միջինը 5-ն է, շեղումներն է -2, -1, 0, 1, 2։ Հիմա մի հատ հարց տամ։ Որի շեղումը կլինի առանց հաշվելու, սրա շեղումն է մեծ, միջին քառակուսային, թե սրա։ Երևի որի քանակ ավելի քիչ է, դրանը ավելի մեծ կլինի, հա։ 3-5-7-ն։ Ոչ ճիշտ է, որտեվ -2-0-2-ը կա, որը տալիս է շեղում։ Ահա, իսկ 2-ը Այս թիվը, չէ, որը 1-ից մեծ է։ Հիմա ստեղ ավելանում է երկու հատ թիվ, որոնք է դրանից փոքր են, -1-ն ու 1-ը։ ուրեմն ավելի փոքր կլինի։ Հետևաբար միջին քառակուսայինը կփոքրանա։ Հաշվում ենք, տալիս է 4 + 1 + 0 + 1 + 4 10 շանած 5-ի հավասարը 2, չէ՞։ Ուրեմն միջին քառակուսային շեղումը եղավ արմատ 2։ Իսկ այնտեղ 2 արմատ։ Այստեղ կարող ենք սենց գրել արմատ 2 անգամ արմատ 4/3։ Չէ, այստեղ 2 անգամա դեռ չի նշանակում, որ մեծ կլիներ, որովհետև արմատ 2/3-ը 1-ից փոքր է։ Բայց որ արմատ 2 մի հատ տանք 2-ից, արմատ 2 անգամ 1-ից մեծ թիվ է, չէ՞։ Մեծ արմատ 2։ Տեսեք, համ թվաբանորեն ենք անում, համ որակապես վերլուծում ենք։ Հաջորդ խնդիրը, եկեք ստուգենք էլ, որ սա ամենամեծն էր։ Ճիշտ է։ 3 ամբողջ թվերի միջին թվաբանականը 2 է, իսկ միջին քառակուսային շեղումը արմատ 2/3։ Գտեք այդ թվերի արտադրյալը։ Այսինքն ունենք 3 թիվ, չէ՞։ Ես 6 եմ ստացել։ Ես 1, 2, 3-ն են այդ թվերը։ Միջին թվաբանականը 2 է։ Ուրեմն շեղումները ինչ են լինելու, a-2, b-2 եւ c-2, չէ՞։ Ասում եմ միջին քառակուսային շեղումը արմատ 2/3, այսինքն a-2-ի քառակուսի գումարած b-2-ի քառակուսի գումարած c-2-ի քառակուսի բաժանենք 3-ի արմատի տակ։ Ունենք արմատի տակ, դրցնենք, կտա արմատ 2/3, չէ՞։ Հիմա եկեք գծիկ քանդենք, արմատները ջնջեցինք։ Ճիշտ է։ Երեքները կտաբեցինք։ Ահա։ Հիմա ստեղ ամբենցեն ինչ թվեր են։ Իրար հաջորդող։ Չէ։ Ամբողջ Եթե ամբողջ թվեր չլիներ, չէինք կարողանա լուծենք։ Եթե ամբենցեն ամբողջ թվեր են, ուրեմն սրանք էլ ոչ բացասական ամբողջ թվեր են, չէ՞։ Ընտրենք, սա էլ ամբողջ, ոչ բացասական ամբողջ, սա էլ ոչ բացասական ամբողջ, սա էլ ոչ բացասական ամբողջ, չէ՞։ Եթե 3 ոչ բացասական ամբողջ, ոչ բացասական ամբողջ, այսինքն 0-յա կամ բնական հաստատ։ Եկը 0 է։ Եթե 2-ա, ուրեմն այդ թվերից մեկը 0-յա, մյուս երկուսն էլ 1 են, չէ՞։ Այսինքն մեկը 2-ն է լինելու։ Այսինքն թվերից մեկը 2-ա, նրանք էլ 1-ով տարբերվելու են։ 3-ը Արմատ 1-ով էլի, այստեղ քառակուսին է 1։ Շեղումների քառակուսին 1-ը, այսինքն 1-ով տարբերվել են։ Կարող են երկուսն էլ 2-ից մեծ լինել։ Ոչ։ Այսինքն լինի 2, 3, 3։ Այդ դեպքում էլ, չէ, 0, 1, 1 կլինի։ չէ։ Գումարը Որտեղ միջին թվաբանականը եթե 2-ա, ուրեմն մեջը համ 2-ից մեծ կա, համ էլ փոքր։ Փոքր։ Այսինքն այդ թվերն են 1-ը, 2-ը եւ 3-ը։ Դրանց արտադրյալը կլինի 6։ Կարող է արդյոք տվյալների միջին քառակուսային շեղումը դիսպերսիայից փոքր լինել։ Սա էլ եկեք անենք։ Ես չասեցի, ինչ որ մեկը հարցրեց, տենց ասի այո, անցանք առաջ,
Դիսպերսիան, արմատի, չէ։ դիսպերսիան դա, գիտեք ինչն է, այս արմատի տակի արտահայտությունը, այսինքն քառակուսիների միջին, շեղումների քառակուսիների միջին թվաբանականը, հիմա հարց կարող է միջին քառակուսայինը դիսպերսիայից փոքր լինել, Այո։ եթե թվերը դիսպերսիան մեծ թիվ լինի, չէ, արմատը, ասենք 1-ից մեծ թիվ լինի, արմատը ինքը հակառակը կարող է լինել։ 1/4 լինի, արմատից դուրս գա 1/2 ավելի մեծ։ 1/4 լինել կարող է, եթե շեղումները փոքր լինեն, չէ, օրինակ վերցնենք 4.9 տասնորդական, 5-ը եւ 5.1 տասնորդական։ Այս դեպքում միջինը 5 է, չէ, շեղումները -0.1, 0 եւ 0.1։ Դիսպերսիան կլինի այս 3-ի քառակուսների թվաբանականը 0.02 երրորդ։ Հավասար է 2/3 անգամ 0.01, չէ։ Միջին քառակուսային շեղումը 1/10 արմատ 2/3 0.1 որը մեծ է բնականաբար d-ից, չէ, որտեղ էսի փոքր է 1-ից։ Այս հարցն էլ եղավ։ Ուզեք մնացած հարցերը մնա տանը նայեք, հետո քննարկենք, նոր հարցեր էլ ավելացնենք, ովքեր արել էին։ Այո։ Եկեք տեսեք, հասցենք քառակուսի կետ եմ, exam test 264, կամ ոնց եք գտնում։ Մտնում եք քառակուսի կետ եմ, կայքը մտնելուց հետո մտնում եք վարժանք բաժինը, կարող եք իջնել ներքև, ամենաներկը վիճակագրություն 1 կա, սա է, սեղմում եք այս թեստը, մինչև 4-րդ հարեցինք, հասել ենք 5-րդին։ Լավ։ Բայց եթե խմբի մեջ էլ է, չէ, տեղադրած, տենց էլ կարանք մտնենք։ Հա, դեղից էլ կարող եք անել, հիմա էլի կտեղադրեմ, բայց քանի որ YouTube-ում ենք դնելու վիդեոն, թող բոլորը տեսնեն։